Մեթյու Հենրի, ամենօրյա ընթերցանություն, օր հունվարի 30։ Այսպես է ասում Տերը իր օծյալին, Կյուրոսին, որին ես բռնել եմ աջ ձեռքիցը, որ ազգերը իջեցնեմ նրա առաջին և թագավորների երանքները թուլացնեմ, որ բանամ նրա առաջին դռների փեղկերը և դռները նրա առաջին չկապվեն։ Եսայի 45-րդ գլուխ առաջին խոսք։ Տերը արթնացրեց Կյուրոսի հոգին. ուշադրություն դարձրեք, որ թագավորների սրտերը Տիրոջ ձեռքում են, և ինչպես ջրի հոսանքները, նա ուղղորդում է նրանց այնտեղ, որտեղ ցանկանում է։ Գրված է, որ Կյուրոսը չէր ճանաչում Աստծուն և չգիտեր, թե ինչպես ծառայել նրան, բայց Աստված ճանաչում էր նրան և գիտեր, թե ինչպես նա պետք է ծառայեր իրեն։ Աստված է մղում հոգին անելու այն։ Աստված կառավարում է աշխարհը ներգործելով մարդկանց հոգիների վրա, և ցանկացած բարի գործ, որը կատարվում է որևէ ժամանակ, Աստված է մղում հոգին անելու այն, մտքեր դնում մտքին, տալիս բանիմացություն ճիշտատողություն ձևավորելու համար և ուղղորդում կամքը համաձայն իր նպատակի։ Ուրեմն, ինչ բարի ծառայություններ էլ կատարվեն Աստծո եկեղեցու համար ցանկացած ժամանակ, նրանց փառքը պատկանում է միայն Աստծուն։ Սա վերաբերում էր Երեմիայի մարգարեությանը, որով Աստված ոչ միայն խոստացել էր, որ նրանք կվերադառնան, այլև հաստատել էր ժամանակը, և այդ սահմանված ժամանակը Սիոնի համար այժմ եկավ։ Նշանակվել էր 70 տարի, և նա, ով մինչ օրս պահել էր Իսրայելի Եգիպտոսից ազատագրման վերաբերյալ խոստումը, անկասկած այս դեպքում նույնպես իր ժամանակին կատարեց այն։ Այն, ինչ Կյուրոսն այժմ անում էր, վաղուց գրվել էր որպես Աստծո ծառայի խոսքի հաստատում։ Երեմիան ատված և արհամարհված էր իր կենդանության օրոք, սակայն նախախնամությունը ի վերջո պատվեց նրան, ներգործելով հզոր միապետի վրա, որպեսզի նա գործի Տիրոջ խոսքի համաձայն, որը դուրս էր եկել Տիրոջ բերանից։